Ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը, որը 1997-ից 2008 թվականներին եղել է Լինսի հիմնադրամի փոխնախագահը, սուտ է անվանել Գյումրիի քաղաքապետի ԿՊԱ-ական թեկնածուի սկանդալային հայտարարությունը Լինսի բնակարանաշինության ծրագրի վերաբերյալ։ Հինգշաբթի երեկոյան Սարիկ Մինասյանը հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ժամանակ ասել էր, թե Լինսի հիմնադրամը ժամանակին դադարեցրել է Գյումրիում բնակարանաշինության $150 միլիոն ֆինանսավորումը, որովհետև 4 հարկանի շենքերի փոխարեն կառուցվել են 3 հարկանիներ։ Հիշեցնեմ, որ ամերիկահայ միլիարդատեր Քըր Քրքորյանի ստեղծած Լինսի հիմնադրամը 2000-ականների սկզբի միլիոնավոր դոլարներ է ուղղել Հայաստանում ճանապարհների կառուցմանն ու վերակառուցմանը, մշակութային հաստատությունների նորոգմանը, աղետի գոտու զարգացմանը։ Լսեցի Գյումրիի քաղաքապետի իշխանական թեկնածուի ասած սուտը։ Լինսի հիմնադրամը ոչ մի ծրագիր կիսատ չի թողել, բոլոր ծրագրերը ավարտվել են բարձր որակով ու ճիշտ ժամանակին։ Հայաստանից գումար ետ չեն տարել։ Իշխանական թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է կեղծիքներով արատավորել մրցակից թեկնածուին, շահարկելով ազգային բարերարի մաքուր համբավը, ինչը շատ տգեղ է։ Ուզում ես ծրագրերդ ներկայացնել, ներկայացրու։ Ուզում ես մրցակցիդ քննադատել, իրավունք ունես, բայց ոչ ոք իրավունք չունի կեղծիքներ հորինել, մանիպուլյացիա անել, շահարկելով Քրքորյանի անունը։ Ամոթ է, որ Քրքորյանն այդ վերաբերմունքին է արժանանում։ Նա հաջողակ գործարար էր, նրան խաբելը հեշտ չէր։ Հնարավոր չէ խաբել նաև ինձ, մարդիկ չպետք է հավատան այդ ցտերին։ Քրքորյանը շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից։ Հայպրեսը-ի հետ հարցազրույցում Լինսի հիմնադրամի պատասխանատուն պատմել է, որ բարեհաջող ավարտին են հասցրել իրենց բոլոր ծրագրերը ու ամեն ինչ խիստ վերահսկողության տակ է եղել, ոչ մեկը որևէ գումար չի յուրացրել։ Պատի տակի սուտ խոսակցություն է անվանել Հարութ Սասունյանը ժամանակին Քոչարյանի ընդդիմախոսների տարածած տեղեկությունը, թե իբր Քրքորյանը նեղացել է Հայաստանի իշխանությունից ու դադարեցրել Լինսի ծրագրերը։ Հիշում եք այն կեղծ նամակը, որը իբր Քրքորյանն էր գրել եւ տարածում էին Facebook-ում։ Այդ նամակը լրիվ կեղծ է, դրա տակ դրված ստորագրությունը կեղծ է, դա Քրքորյանի ստորագրությունը չէ։ Նամակը գրված է հայերեն, մինչդեռ Քրքորյանը հայերեն չգիտեր։ Եթե պետք էր լինում հայերեն նամակ գրել նախագահին, ես էի գրում, ինքը ստորագրում էր։ Այդ կեղծ նամակը հորինել են Քոչարյանի ընդդիմադիրները։ Եթե ուզում եք Քոչարյանին քննադատել, ապա քննադատեք իր սխալների համար, ոչ թե հորինեք ստեր ու տարածեք առանց ամաչելու։